գաղտնիք չէ մասի, որ գիտեին եւ յուրաքանչյուրը խոսքի մեջ ասում է, դա հաստատ է։ Այստեղ խնդիրը դա չի, բարձր որ այդ բախումը լինելու էր եւ ես որևէ բան չեմ կարող ասել, այսինքն նորություն է իրենց համար ժամկետի հարցն է։ Ժամկետները լինում են կոնկրետ իրադրության մեջ, գործողությունների մեջ, բայց ես ձեզ տագնապը տեսել եմ, ես նույնիսկ կարող եմ ասել այսպեսի բան, որտեղ ինձ համար էլ անհայտ, ինչու են այդ ժամանակ հրավիրել, իրենք են հրավիրել եւ ինչու այն շրջանակները, որի մասին խոսել ենք, ես ձեզ ասեցի, չէ, որ բարձր բոլոր նույնիսկ այաթոլլայի դա ես չեմ իմանում, որևէ իմ անձը դնեն կողքի Հայաստանից երբևէ որևէ մեկին պաշտոնյա, ոչ պաշտոնյա, մտավորական կամ ոչ, որևէ այաթոլլայի հանդիպում եղել է, բայց ինքներ ուզել եւ հանդիպել ենք, որտեղ ես ճշգրտել եմ։ Հիմա հարցը ինչն է։ Ուրեմն սա տնենք որ լինելու էր գիտեին, բայց հիմա պատերազմի պոտենցիալը հիմա որ դրսերում է Իրանի կողմից ցույց է տալիս որ լրիվ պատրաստ են, ժամկետի մեջ պատրաստ չեն եղել, դա հնարավոր չի երևի։ Դու ունենա կատարյալ հետախուզություն, որ ճշգրիտ իմանաք, մնացածը այսպես եւ ես դուք որ ասեցիք, ես ավելի շուտ կասեի այն վստահությունը, որ ես եկա Իրանի բարակայով, այդ վստահության համար էլ ես իրենց հետ այն գիզն էի տանում, որի մասին ասեցի, որ Հայաստանն ու Իրանը բնական դաշնակիցներ են։ Հիմա ավելի է հաստատվում դա եւ մեր կառավարության հայտարարությունը ովքեր որ արել են։ Հենց դա էլ ապացուցում է, որ չէ, ասում են ինչու, բայց նորմալ է։ Մնացածը ով որ կարող եմ ասել հետեւյալը, ով երևի ոչ թե Իրանը լավ գիտի, չգիտի, դա չեմ կարող ասել, ով որ Իրանը չի զգում, որտեղ օրինակ ով հայ ժողովրդին չի զգում, հա, նա միշտ սխալ հաշիվ է անում։ Օրինակ այդ համաշխարհային կենտրոններ կասեք, Rand Corporation, այդ Weizmann ինստիտուտ, ինչ կուզեք ասեք, էլի։ Չի զգում նկատի ունեք օբյեկտիվ գնահատական չի տալիս իրադարձություններին, հնարավորություններին։ Ինտուիտիվ ընկալում է, էլի։ Մեկ որ ասում եք, չէ, մարդը ասում ես ինքը լավ մարդ է։ Զգում ես, ոչ թե դա բանականության այն աշխանն է, դեռևս լավ չես իմաստավորում, ոնց որ թե ճշգրիտ հետքի վրա ես ընկել եւ այստեղ չեն սխալվում, ինտուիտիվ այդ մագարտակում։ Այ Իրանը դրա համար էլ ես այո եկա եւ ընտեցի որ մեր հարաբերությունը պիտի լավանան, իրենց էլ լավ քննադատել եմ, որի մասին ասել եմ, որ այս հարցում սխալ է, ապացուցվեց, որ Ադրբեջանը ձեր բարեկամը չի։ Ավելի եւս ապացուցեց հրթիռները Արցախից գնացին դեպի Իրան։ Այստեղ մարդիկ մի բան չեն հասկանում, որ դա այլ քաղաքակրթություն է, այսպես ասեմ, հայ քաղաքակրթությունը այլ քաղաքակրթություն է, այլ մշակույթ է, դարավոր պատմությունը դուք կարող եք կեղծել, ինչպես Հայաստանին պարտադրել են այս պատմաբաններով, բայց ներսը ուրիշ բան է, եւ դրա համար ուրեմն Կրեմլը պատերազմից հետո գիշեր-ցերեկ մեր հարցում սխալվում է։ Հիմա նույնը արևմուտքը սխալվեց, որ հարցում սխալվեց Իրանի հարցում, որ իրենք Իսրայել, իհարկե Իսրայելը կա, բայց Իսրայել այն փուչիկը, որ են Իսրայելը չէ, պայթեց, ուր է բաները, երկաթյա ինչ կուպոլներ, ինչ էին ասում, ուր են, այդ ոնց են բալիստիկ հրթիռներ թափվում Իսրայելի վրա, ընդ որում մենք բոլորս պիտի հասկանանք, որ տեղեկատվության հիմնական համաշխարհային միջոցները հրյաների կամ փողով են, կամ հրյաների ազդեցության տակ են, այդ ձեզ համար Սամվել Կարապետյան չի, որ 2 կոպեկ ծախսի, կաստեղ լրտեսներ աճեցնի ռուսի համար, եւ նրանք այդ տեղեկատվության ազդեցությունը, էլի, պատկերն են առաջացնում, ասենք մենք մեզ մոտ այնքան տարածված չի Ալ Ջազիրան, չէ անգլերեն եւ այն, եւ դա վատ է, որ անգլերենը շատ վատ է մեր վիճակում։ Եթե մենք ասենք ենթադրենք Ալ Ջազիրայի իմանանք ուրիշ բաներ, որ այդ կհավասարակշռվել։ Ուզում եմ ասել, որ Իրանի քաղաքակրթությունը, եթե խոսքը բոլորովին այլ բան է, եւ հզորությունը ուրիշ է, ունի առաջնագարկ ֆիզիկա, դե իսլամ ասում են, որ գնում են հայ չեկիստին, աթեիստին, ոնց կարող ես կրոն ասես եւ ինքը
հասկանա, որ կրոնը ռեակցիա է, ինչպես Մարքսն ասում էր եւ այլն, որ կրոնի մեջ ուրիշ բաներ կան, դա մշակույթ է եւ դա ուրիշ բան է։ Ես եկա եւ ասեցի նոր բանին էլ էի ասում։ Համալսարանի տարածքը Թեհրանի քայլել կեսօրում չեք վերջացնի պետական համալսարանի տարածքը եւ մնացածը եւ կրթության մակարդակը իհարկե դա Հարվարդը չի, բայց Հարվարդը ուրիշ բան է, բանն էլ չի, Մոսկվայի համալսարանն էլ չի, Երևանի համալսարանը չի։ Ուզում եմ ասել նման բաներ, դրա համար մենք պետք է իրատեստ լինենք, ես միշտ մեր հատկապես միջին սերնդի համար եմ ասում, որովհետև նախ չեկիստները արդեն իմ համար գոյություն չունեն, ռուսաստրոկ իմ համար հայ չի վերջացել է, որովհետև համառորեն կռիվ են տալիս Հայաստանի պետականությանը շշմելու բանը, ժողովրդի մի մաս կռիվ է տալիս սեփական անկախության դեմ։ Եվ իրատես պիտի լիներ, ոչ լավատես, ոչ վատատես, քաղաքականություն դա է պահանջում, իրատես եւ այլն։ Հիմա ամփոփիչ ասեմ, այս մասը երկու պարագայել ուրեմն պրովոկանտան կուրացրեց մարդկանց, նախ Պուտինին իր միջավայրով կուրացրեց Արցախում նրա հեշտ հաղթանակը հայ գեներալների դավաճանության, Ադրբեջանի թվացյալ գերագայության եւ գործողության, բայց այդ բոլորը ինքն է արել։ Իրենց կուրացրեց, մտածեցին Ղարաբաղի նման պիտի ուտեն Ուկրաինան եւ գնացին խրվեցին։ Սա պրոպագանդան էր, իրատեսությունը չէր եւ այն քաղտեխնոլոգներն են ստեղ էլ կան, չէ՞, մարդը դպրոց չի ավարտել, քաղտեխնոլոգ, հետաքրքիր ներկայացնում ասում են քաղտեխնոլոգ ինչ է, կրթություն է ինչ է, գինեկոլոգ է ինչ է, չեն ասում, այսինքն մասնագիտական աշխատանք դա։ Նույնն էլ այդ գուրությունը կամ սխալն ասեմ Իրանի հարցով է եղել, որ այսը Իսրայելը, հայերն էլ ասում են Իսրայելը, որ զզում ես, այս բառաբար Իսրայելի դեմ խաղ չկա, Ռուսի դեմ խաղ չկա, պարզվեց այնպիսի խաղ կա։ Հիմա ըստ էության խորքի մեջ ոչ թե Իրանի գոյությունն է հարցականի տակ, Իսրայելի գոյությունն է հարցականի տակ, ինչու։ Ճիշտ է ունի բարձր տեխնոլոգիաներ, բարձ է, չէ, ինչ ունի, եւ բարձ է որ մատակարարումը շատ ավելին Ամերիկայից է, այդ մեկ, երկրորդ Միացյալ Նահանգներից, երկրորդը օդանավակայաններն իրենը չեն, Կիպրոսից հրեական ինքնաթիռներն են թռնում եւ այլն, բայց դա 14,000 քառակուսի ընդամենը օգտագործելի տարածք ունեցող պետություն է, այ Իսրայելս կարող անելու է արեցին առաջը միշտ է առաջի հարցակման ժամանակ հանգարցակի հարցակվող առած հիմա էլ նոր բան է ոչ մեկը չի ասում ինչպես հնարավոր հրամկազմը շերտ առ շերտ ոչնչացնել բայց ինչ լինի որտեղ այդ քաղաքագրությունը կծնի այդ բոլորը ճիշտ է այսպես եւ դրա համար ինչ եղավ ընդհանրական ասեմ քարոզչությունը խառնվել է հարցի հետ ինչպես մեր մենք բանակ ունենք, դա ինչ բանակ ունենք, գող ավազակ գեներալների համար ինչ-որ կազմավորում ունեինք, որ սրանք ռուսներին լավ ծառայեն, իրենք էլ են տեսնում եք, նիհար հայ գեներալ մինչև 20 թիվի տեսել եք մենք, քանի անգամ եմ ասել, ասեմ, քիչ կենեք, որ ասում են ինչի, ասում են, որ փախները ստավ փախնեք, ես քաշով կփախնեք, եկել են հիմա դրզել են Երևանում, ուրիշ տեղ չեն փախնում, ինչ եմ ուզում ասել, սա պրոպագանդան է, պատկերն է, առաջացել է, գիշերցել եք ռուսներն են ուժեղ դրանից քարոզչության մեջ, դե հրաները շատ ունեն այդ միջոցները, նրանք էլ, բայց այստեղ կա երկրորդ մասնագիտական էքսպերտային ուրեմն գնահատական երկու դեպքում էլ աղետալի եղել, աղետալի է Ռուսաստանի համար, որտեղ չմտածեց գուրղինով են ոչնչությունը հայ է, չէ, որ ասում էր մենք չենք կարող չհաղթենք, մենք իրենք ռուսներ, ինքը ռուս է, Թիֆլիսում մեծացած է ռուս է, մենք չենք կարող չհաղթենք Ղարաբաղում, այդ դեռ չհաղթեցիք ընկաք ռուսական, ուկրաինական անդունդը, որից դուրս չեք գալու, դու էլ հետը, իսկ Իրանի բարակայով այո այդ կրոնական իշխանությունը, կրոնապետություն եւ այլն Իրանի քաղաքակրթությունը լավ չհասկանալը բարձրական հզորությունը, ինչը իմիջիալոց ասեմ Բժեզինսկին շատ լավ հասկանում էր նրա մասին, ես իրենց էլ նիխվանում ասի դուք Բժեզինսկին հիշեք էլի եւ ինչ որը եւ այստեղ էքսպերտային գնահատականները սխալ էր որ Իսրայելը էս է
Դե Իրանն ինչ է որ, բարձրացած որ հիմա հարց է, եթե պատերազմը շարունակվի, որ մեկն է ինչ, որտեղ 14,000 քառակուս է, դուք կարող եք ես ինչ խփեք, ես նոր բան կա, չէ, բանում դժբախտ Թել Ավիվում եւ այլ հերդեղներ են, ասում են ճշգրիտ զենք չունեն, խփել են Մոսադի կենտրոնը կայանը, այսինքն ես մարդիկ պետք է աշխատեն իրատեսություն չկորցնեն ամենածանր վիճակը պատերազմի բանի մասին է եւ հեռանկարը որն է հեռանկարը բարձում է որ հետեւյալն է որ այդ Մոսադը որ ասում են չէ հետախուզություն դե հայտնի է իր հրեական Իսրայելի հետախուզությունը ինչ որտեղ կատարյալ կարող են ասել եւ որը բան չկա բայց կա երկրորդ մաս ամերիկյան վերլուծաբաններ կան, որոնք ասում են, որ Մադադեի, այդ մերոնց էլ է վերաբերվում, Մադադեի են հանձնաժողովները, որ տարիներ շարունակ վերահսկողական ծառայություն են իրականացրել այդ ցենտրիֆուգ եւ այլ սպառականներում, այդ բոլոր տվյալները տվել են Իսրայելին։ Այսինքն, այստեղ էլ պիտի իմանաք, Մոսադն է ուժեղ, թե որ մատակարարվել, այդ ճշգրտությունը մեջը բան ունի, բարձում է իհարկե Մոսադը կա, բայց այդ Մոսադը չի ինչ որ կազմի եւ այսպես շարունակը եւ կա նաեւ երրորդը որը արկա փաստը մենք պարտավոր ենք լավ իմանալ ուրեմն տեսեք այն արմի տարի առաջ էր չէ անգամ Թել Ավիվի բանի վրա թե տարի առաջ էր որ հարցակումներ եղավ դե Իսրայելը իրավունքը վերաբերում ասի դու իրավունք ունես զենք ունենաս սա չունի նույն Ալիևն է չէ մեզի չասում ասում դուք չպետք է ունենաք ինք ունի չնայած ինքը որտեղից ովքեր ինչ է եւ ան հիմա այս դրամաբանությամբ ասում են այս եւ անեն մարդիկ բարձվեց որ այդ հրթիռային համակարգերը չասեն բալիստիկ հրթիռները որ ակնհայտ բալիստիկ հրթիռներով են կտրում նրանք ճշգրիտ զենքով հիմա սրանց այս որ կար ժամանակում Իրան Իսլամական Հանրապետության գիտական ֆիզիկոսներ եւ այլն ստեղծել են շոր շեղող, այդպես ասեմ, ալիքային սարքեր, որ տեղադրել են եւ Իսրայելի ամբողջ հակաօդային բաշտաճու զերո դուրս եկավ։ Բան անում, խանգարում է եւ այլն եւ բալիստիկ հրթիռների հարվածին ուրեմն ինչպես է դիմանալ ընդ որում ես դա չեմ կարող հաստատել, ոչ էլ պնդել, բայց իմ ունեցած նյութի վրա ուրեմն բարձվում է որ այս առաջի հարվածը ինչ որ միջև նա եղել է Իրանի կողմից իրենց հրթիռային համակարգերի հին տեսակներն են նորեն գործողության մեջ դնում այդ դեպքում գալիս է այն հայտնի փաստը որ պատերազմը սկսողը ինքը գիտի առաջինը երբ եւ ինչպես է սկսում ավարտը ոչ մեկին հայտնի չի